Եթերում Սուրանկյունն է, որի նպատակը արդարության բացահայտումն է, որովհետև լավ է արդար գործի ծառա լինել, քան անարդարի տեր։ Ես Վայա Ղազարյանս եւ Սուրանկյան ստեղծագործական խումբը բարի ուշ երեկո ենք մաղթում ձեզ։ Նախորդ տարեվերջին կառավարությունը 3.5 միլիարդ դրամ հատկացրեց պետական կառույցների աշխատողների պարգևատրման համար, անունը դնելով խրախուսում լավ աշխատանքի դիմաց։ Պարգևատրված բարձրաստիճան պաշտոնյաները պատճառաբանելով անձնական տվյալների գաղտնիությունը խուսափեցին գումարի կոնկրետ չափը նշելուց։ Եթե չեմ սխալվում, միայն արդարադատության նախարարը հայտարարեց, որ ստացել է մոտ 7 միլիոն դրամ։ Այս մարդկանց թերևս ավելորդ է բացատրել, որ իրենց գործատուն հասարակությունն է, որ պարգևավճար են ստանում քաղաքացիների վճարած հարկերից, հետևաբար Հայաստանի հպարտ քաղաքացին իրավունք ունի իմանալու, թե որքան է վճարվել նրանց։ Եվ ընդամենը մի քանի ամիս անց պատմությունը կրկնվում է։ Կառավարությունը որոշել է առաջիկայում եւս 4 միլիարդ 600 միլիոն դրամի պարգևավճար հատկացնել պետական մարմիններին։ Ընտրություններից առաջ պարգևավճարներ շռայլելու կառավարության քայլը փորձագետները որակում են որպես քաղաքական կոռուպցիա։ Մինչդեռ ֆինանսների նախարարը արդարանում է, թե վերջին 5-6 տարիներին պետական պաշտոնյաների աշխատավարձը մնացել է անփոփոխ, ինչի պատճառով պետական համակարգում աշխատանքը դարձել է ոչ գրավիչ։ Բայց քաղաքական պաշտոն զբաղեցնողներին նման հիմնավորմամբ խրախուսելը մեղմ ասած խնդրահարույց է։ Չէ՞ որ նրանք քաղաքական գործիչներ են եւ նրանց աշխատանքի գնահատականը տալիս են տրողը ընտրությունների ժամանակ։ Համաձայնելով պաշտոնավարել, կառավարության անդամը ստանձնում է պատասխանատվության իր բաժինը քաղաքական թիմի ծրագրերը իրականացնելու համար։ Եվ այնպես չէ, որ վարչապետը որևէ մեկին, ասենք նախարարի պաշտոն առաջարկելիս, նախ նշում է աշխատավարձի ու սպասվող պարգևավճարի չափը, հետո միայն ստանում վերջինի համաձայնությունը։ Մյուս կողմից, ով է որոշել, որ մի երկրում, որտեղ ամեն 5-րդը աղքատ է, ամսական մոտ 1 միլիոն դրամ աշխատավարձը ցածր վարձատրություն է եւ այն անգամներով բազմապատկելու անհրաժեշտություն կա։ Քիչ էր մնում մոռանալ։ Պետական համակարգի շարքային աշխատողները, որոնց շնորհիվ էլ հենց ապահովում է բարձր կատարողականը, ի տարբերություն իրենց շեֆերի, ստանում են չնչին պարգևատրումներ։ Պարգևավճարների մասին զրուցել ենք հանրային ֆինանսների կառավարման մասնագետ Արտակ Քյուրեմյանի հետ։ Ես մարդիկ որ չնեն, դուք ինչ եղեկավ աշխատին եք, ում եղեկավար եք։ Հունվարին իրանք միլիոններ ստացան։ Մոտավորապես 7 միլիոն։ Պետք է աշխատավարձը լինի արդյունքի արտահայտություն։ Պարգևավճար ստացել եմ։ Ոչ մեկի նկատմամբ հավատ չունես։ Ըստ էության այդ աշխատավարձի բարձրացումն է ուղղակի մի փոքր այլ եղանակով։ Նախարար եմ ուզում, որ ամիսը 10 միլիոն փող ստանամ։ Իսկ ինչ են անում ամբողջ օրը։ Ստատեղները քնում են մեկը կռիվին։ Նախորդ տարեվերջին կառավարությունը 3.5 միլիարդ դրամ հատկացրեց ու պարգևատրեց 16 պետական կառույցների աշխատողների։ Նախորդ ամիս գործադիրը որոշեց 4.6 միլիարդ դրամի չափ պարգևավճարներ հատկացնել պետական մարմիններին։ Աղքատության բարձր մակարդակի, ցածր կենսաթոշակների եւ աճող պետական պարտքի ֆոնին սա արդարացված ծախս է։ Քաղաքական պաշտոն զբաղեցնող անձին ընդհանրապես պարգևավճար չպետք է ստանան։ Այնտեղ համակարգ չկա, որ վերանայվեն։ Դրանք անհատական որոշումներ են կոնկրետ մի մարդ որոշում է, որ այսինչ մարդը պետք է պարգևավճար ստանա։ Դա խնդրահարույց է, կա քաղաքացիական ծառայողների աշխատանքի գնահատման քիչ թե շատ լավ թե վատ աշխատող համակարգ, այսինքն կա կոնկրետ համակարգ, որի միջոցով գնահատվում է քաղաքացիական ծառայողների աշխատանքի արդյունքը եւ դրա հիման վրա իհարկե կարելի է նաեւ եւ ցանկալի է քաղաքացիական ծառայողներին պարգևատրել։ Խնդիրը կապված է քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց պարգևատրման հետ։ Ես կարծում եմ, որ օրենքի եւ սահմանադրության տեսակետից դա խնդրահարույց է եւ հավանաբար մի օր այդ հարցը ավելի խորությամբ կքննվի։ Ըստ տեղեկությունների պետական համակարգի շարքային աշխատակիցները հաճախ ստանում են իրենց ամսական աշխատավարձից էլ ցածր պարգևավճարներ, մինչդեռ գերատեսչությունների ղեկավարների դեպքում պատկերը հակառակն է։ Որքանով է արդարացված քիչ ստացողին քիչ, շատ ստացողին շատ սկզբունքը։ Շատ ու շատ դեպքերում պարգևատրումը կապվում է հենց աշխատավարձի հետ։
դա ինչ որ չափով հիմնավորված է, այսինքն պարգևատրումը կապում են աշխատավարձի մեծության հետ։ Չեմ կարծում, թե դա որպես սկզբունք է որդեգրվել, դա ուղղակի կամայական որոշում է, որովհետև քաղաքացիական ծառայողների աշխատանքը գնահատվում է որոշակի համակարգի միջոցով, որը նշեցի, որ կա որոշակի համակարգ, որ գնահատում է քաղաքացիական ծառայողների կատարած աշխատանքը եւ դրա հիման վրա որոշում է կայացվում նրանց պարգևատրվելու, չպարգևատրելու կամ պարգևատրման մեծության մասին։ Քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատանքի գնահատման սկզբունքները խիստ խնդրահարույց են եւ բոլորովին հասկանալի չէ, թե ինչպես են նրանք պարգևատրվում, ինչ սկզբունքով, ինչից ելնելով, ինչպես է գնահատվում նրանց աշխատանքը, ով է գնահատում նրանց աշխատանքը, այդ ամբողջը խիստ սուբյեկտիվ է։ Պարգևատրման անհրաժեշտությունը հիմնավորող բարձրաստիճան պաշտոնյաներն արդարանում են, թե պետական համակարգում վարձատրությունը ցածր է ու ոչ գրավիչ, մասնավոր հատվածում աշխատող որակյալ մասնագետների համար։ Ինչպես լուծել այս խնդիրը։ Եթե իրենց հիմնական նպատակը բարձր աշխատավարձն է, ապա իրենք պետական ծառայության համակարգում անելիք չունեն, թող գնան մասնավոր հատված եւ ստանան կատարեն բարձր վարձատրվող աշխատանք եւ ստանան բարձր աշխատավարձ, ոչ մեկը դրա այդ խնդիր չունի։ Պետական կառավարման համակարգում բոլորովին այլ խնդիրներ են լուծում, այնտեղ այլ նպատակներ են սահմանվում աշխատանքի համար, այլ վարձատրության մակարդակ։ Քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց գործունեությունը եւ մասնավոր դաշտի գործունեությունը ամբողջությամբ տարբերվում են իրարից, այսինքն նրանք բոլորովին տարբեր աշխատանքներ են կատարում։ Քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք մասնագիտական խնդիր չեն լուծում։ Հենց իր անունը ասում է, որ նրանք կայացնում են քաղաքական որոշումներ եւ համեմատել, թե իբր իրենք լավ մասնագետներ են եւ նույն գործը կատարելով մասնավոր հատվածում ավելի բարձր աշխատավարձ կստանան, դա բացարձակապես ճիշտ չէ, որտեվ մասնավոր հատվածում քաղաքական հարցեր չեն լուծվում։ Ինչն է համարժեք ֆինանսների նախարարին մասնավոր հատվածում եւ տեսնենք այդ ֆինանսների նախարարները պաշտոնը թողնելուց հետո արդյոք կատարում են այդպիսի աշխատավարձ եւ վարձատրվում են։ Օրինակ շատ ու շատ դեպքերում, երբ նման քննարկումների են մասնակցել, հում են կատարել, որ բանկի կառավարիչ կարող են աշխատել։ Բայց այսօր բանկերի կառավարիչներից ոչ մեկը նախկին ֆինանսների նախարար չի։ Այսինքն պնդումը, որ իբր իրենք կարող են գնալ մասնավոր հատված եւ ավելի բարձր աշխատավարձ ստանալ, այդքան էլ հիմնավորված չէ։ Քաղաքական պաշտոն զբաղեցնելու դեպքում ընդհանրապես լուծելու խնդիր չկա։ Դեռևս 2020 թվականին եք հայտարարել, որ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց տրվող պարգևավճարներն անօրինական են։ Ինչու եք այդպես կարծում։ Հայաստանի Հանրապետության վարչապետը ազգային ժողովում ելույթի ժամանակ նշեց, որ իրենք հիշում եք այն ժամանակ գաղտնի որոշումով էր տրվել պարգևավճարը, իրենք դա դե յուրե ձևակերպել են որպես պարգևավճար, բայց վճարում են դե ֆակտո աշխատավարձ։ Ես իրավաբան չեմ, բայց գիտեմ, որ Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը սահմանվում է օրենքով եւ իմ կարծիքով խիստ խնդրահարույց է, որ վարչապետը աշխատավարձ է սահմանում։ Կարծում եմ այդտեղ խնդիր կա եւ հավանաբար նույնիսկ կարելի ասել, որ վերազանցել է իր լիազորությունները։ Մյուսը կապված էր պարգևավճար հասկացության հետ, որ այն տրվում է աշխատանքի գնահատման, ինչ որ լրացուցիչ աշխատանք կատարելու եւ այլ հանգամանքների հետ կապված եւ միանվագ վճար է։ Իսկ այն պարգևավճարը, որ տրվում էր նախարարիներին, դա պարբերական բնույթ էր կրում այն ժամանակ եւ մյուս հանգամանքը կապված է նրա հետ, որ սահմանադրությունն ասում է, որ պետական պաշտոնյաները չեն կարող կատարել գործառույթներ, որոնք նախատեսված չեն օրենքով։ Այսինքն օրենքը նախատեսում է որոշակի գործառույթներ պետական բարձրաստիճան պաշտոնյաների համար եւ կոնկրետ աշխատավարձ դրա համար։ Նրանք չեն կարող որևէ լրացուցիչ աշխատավարձ կատարել, որ ասենք այս լրացուցիչ աշխատավարձի համար լրացուցիչ վարձատրել։ Եթե կատարենք, կստացվի, որ վերազանցում են իրենց գործառույթները։ Իսկ իրենց գործառույթների համար արդեն աշխատավարձը կա սահմանված։ Նախարարները հաճախ խուսափում են հրապարակել ստացած պարգևավճարների չափը վկայակոչելով անձնական տվյալների գաղտնիությունը։ Արդյոք բարձրաստիճան պաշտոնյաների պարգևատրման չափի մասին տեղեկությունը համարվում է անձնական գաղտնիք, թե այն պետք է լինի հանրային ու թափանցիկ։ Եթե տվյալը
պետական եւ ծառայողական գաղտնիք չի կազմում, ապա միանշանակ մնացած ամբողջ տեղեկատվությունը հանրային ռեսուրսների օգտագործման վերաբերյալ պետք է հասանելի լինի հանրությանը։ Ոչ միայն պետական պաշտոնյաների աշխատավարձ եւ պարգևավճարներ, այլ նաեւ մնացած ծախսերը։ Եղել են դեպքեր, երբ կառավարությունը ինչ որ մի գումար է հատկացրել ընկերության եւ հետո առևտրային գաղտնիքով պայմանավորված հրաժարվել է տեղեկատվություն տրամադրել դրա վրա։ Այդպես չպետք է լինի։ Հանրային ռեսուրսների վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն, որը պետական կամ ծառայողական գաղտնիք չի հանդիսանում, պետք է հասանելի լինի հանրությանը։ Եթե իրենք ուզում են իրենց անձնական տվյալները գաղտնի մնան, ապա չպետք է օգտվեն հանրային ռեսուրսներից։ Հիրավի իրավացի են հնդիկները։ Արժեքավոր է ոչ թե պատերազմում հազարավորներին հաղթած մարդու հաջողությունը, այլ սեփական անձի նկատմամբ տարած հաղթանակը։ Այլ կերպ ավելի լավ է հաղթես ինքդ քեզ, քան ուրիշներին։ Հարատի մարզի Լուսարատ համայնքում բնակվող Մարիամ Միրզախանյանը կարողացել է ինքն իրեն հաղթել։ Ուժ է գտել կարճ ժամանակում 2 որդիների եւ ամուսնու կորցնելուց հետո ապրել։ Ապրել հանուն մյուս զավակների։ Այս ընտանիքի պատմությունը բազմաթիվ հեռուստադիտողների է հուզել։ Մեր խմբագրություն զանգահարած քաղաքացիները իրենց զարմանքն ու հիացմունքն էին արտահայտում Մարիամի տոկունության առնչությամբ, խոստովանելով, որ այս ընտանիքի պատմությանը ծանոթանալուց հետո այլևս ոչ մի դժվարությունից չեն բողոքի։ Եվ իրոք, ինչից բողոքես, երբ տեսնում ես, թե ինչպես է Արցախում զոհված հերոսի ընտանիքը ամեն քայլափոխի բախվում նոր խնդիրների։ Մի կողմից հարազատների կորուստ, մյուս կողմից սոցիալական ծայրագույն պայմաններ ու ամենակարևորը հույսի աստիճանական մարում, որ մի օր հնարավոր կլինի դուրս գալ ձախորդությունների այս անվերջանալի շղթայից։ Բայց ինչպես ձայնում է հայտնի ասացվածքը, հույսը վերջինն է մահանում։ Ընտանիքի անդամների մեջ այդ հույսը արթնացնելու գործում մեծ դերակատարում ունեցան մեզ հետ համագործակցող կազմակերպություններն ու անհատները։ Չեմ թվարկի բոլորի անունները։ Մենք ասեմ, որ նրանք հոգացին ընտանիքի կարիքները սկսած տան մուտքի դռնից մինչև բժշկական անհրաժեշտ ծառայություններ։ Բարերարներն ու գործընկերները ցուցաբերեցին նաև դրամական աջակցություն, ինչը Մարիամին եւ նրա զավակներին եւս մեկ անգամ համոզեց, որ միայնակ չեն իրենց ցավի հետ։ Նրանք անչափ շնորհակալ էին բոլորից։ Պարզապես կորստի ցավը այնքան մեծ էր, որ դժվարանում էին լիարժեք արտահայտել իրենց երախտագիտությունը։ Ներկայացնում եմ Քնարիկ Պետրոսյանի «Ցավից ուժեղ» տեսանյութը։ Նախորդ շաբաթ, երբ պատմում էինք Միրզախանյան ընտանիքի ծանր օրերի, իրար հաջորդած ծանր կորուստների ու օր-օրի բարդացող կյանքի մասին, զուգահեռաբար նաև փնտրում էինք օգնելու ընտանիքի կողքին կանգնելու ինչ-որ տարբերակներ։ Արցախի համար կռված ու անմահացած հայորդու ընտանիքը այսօր Լուսարատում հազար ու մի խնդրի առաջ է կանգնած։ Ընտանիքի հոր 2 որդու կորուստը չսպիացող վերքի նման տան յուրաքանչյուր անդամի սրտին է, ու այն ամեն մեկը առանձին ծանրությամբ է տանում։ Ասեցի մի գնա Վարդան ջան, մի ամիսին դեղ եք էլի։ Այ ասես մամի ես չետամ եմ, չետապա ով է տա։ Ասի աստված ջան, Մարդանից բան չլնի, բայց պաստ են որ ֆուրերն արդեն լսնում էին։ Ասի դրած մամաների աչքերը կուրագա, որ էդի չտենա։ Էլ խաբար չէի Մարդանս էլ էր դրած մեջ։ Մեր նախորդ այցի ժամանակ Ալենի հետ տարբեր թեմաներից զրուցեցինք, երազանքներից, եղբայրների կորստից։ Այս վերջինը Ալենը հաղթահարել դեռ չի կարողանում, կարոտների շարքը մեծ է։ Նախորդ անգամ 10-ամյա տղան ասաց, որ ասակակիցների նման երազում է ննջասենյակի ատրիբուտներ ունենալու մասին։ Առաջին արձագանքողներից էր մեկ կահույքի խանութ սրահը, որն առաջարկում է ժամանակակից եւ որակյալ կահույքի լայն տեսականի, նախատեսված տան տարբեր հատվածների համար։ Մեկ կահույքի խանութ սրահի տնօրինությունը 10-ամյա Ալենին ուղարկել էր մահճակալ, պահարան, սենյակի համար այլ պարագաներ։ Ընկերությունը ընտանիքին նաև հյուրասենյակի ջահեր ուղարկել։ Ալենի ուրախությանը չափ չկար, շտապեց հարմար տեղավորվել իր նոր մահճակալին։ Ես ուրախ եմ, որ դուք մեզ տենց լավ նվերներ եք անում։ Շնորհակալություն Ալենի համար, ես լավ անակնկալը լավ նվերը պատրաստելու համար, անչափ շնորհակալ եմ։
Աջակցության ձեռնարկին միացել էին նաև շուկայում մեծ ճանաչում ունեցող դռներ պատուհաններ արտադրող Էկոկոմֆորտ ընկերության ներկայացուցիչները։ Մուտքի դուռ չունենալու պատճառով այս ընտանիքը հանգիստ քունը կորցրել էր, ուստի աջակցեցին տան համար այդքան անհրաժեշտ պարագաներից մեկով։ Էկոկոմֆորտ ընկերությունը իմանալով ձեր ընտանիքի մասին պատրաստակամություն հայտնեց օգնել ձեզ բերելով ձեզ մուտքի դուռ։ Շնորհակալ եմ ձեր օգնության համար, դուռը անհրաժեշտ էր։ Դուռը նորմալ կփակենք, կքնենք արխային։ Մերսի շատ ամեն ինչի համար։ Նախորդ այցի ընթացքում Ալենն ու Հովանեսն ասել էին, որ հեռախոսներ չունեն։ Ալենը իր ընկերների հետ հաճախ էր խոսում միայն թե մայրիկի հեռախոսով։ Mobile Center խանութ սրահի տնօրինությունը իրականություն դարձրեց տղաների այս ցանկությունը։ Ընկերության նվիրած բջջային հեռախոսները հասան հասցեատերերին։ Մեր նոր գործընկեր Իսաջանյան դենտ կլինիկայի սրտացավ տնօրինությունը պատրաստակամություն հայտնեց ընտանիքի անդամների ատամները բուժել լիովին անվճար։ Իսաջանյան դենտում կարևորում են անհատական մոտեցումը յուրաքանչյուր այցելուին, կատարում են նախնական խորհրդատվություն եւ բուժման պլանի ներկայացում, ապահովելով հարմարավետ միջավայր։ Ինչպես արդեն նշել էինք, տիկին Մարիամը ունի առողջական խնդիրներ, մասնավորապես ծնկահոդերի հետ կապված լուրջ անհանգստություններ։ Ուստի անանուն մնալ ցանկացող բժշկական կենտրոններից մեկը կազմակերպեց նրա հետազոտությունը եւ նշանակեց համապատասխան հետագա բուժում, նպաստելով տիկին Մարիամի առողջության բարելավմանը։ Ակվատեկ մարզաառողջարանային համալիրը, որն իր այցելուներին առաջարկում է բազմազան ու հետաքրքիր ժամանցի հնարավորություններ, Հովանեսի ու Ալենի համար օրը վերածեց իսկական տոնի։ Ուզում ենք մի փոքր ուրախություն ձեզ եւ ձեր երեխաներին պարգևել եւ հրավիրում ենք Ակվատեկ ուրախ ժամանց անցկացնելու։ Սիրով կսպասենք ձեզ։ Շնորհակալություն շատ։ Շնորհակալություն։ Միաժամանակ այն տիկին Մարիամին ընձեռեց հնարավորություն թեկուզ մի քանի ժամով կտրվել առօրյա հոգսերից ու թեթևացնել ծանր մտքերը։ Ինչպես եւ միշտ մեր մշտական գործընկերները ընտանիքի պատմությունը լսելուն պես որոշեցին այս ծանր իրավիճակում կարող են գոնե կենցաղային հոգսերը թեթևացնել ու միավորվեցին լավ գործի շուրջ։ Բազմոց գրուպ ընկերությունը ընտանիքին եվրոպական ստանդարտներին համապատասխանող բազմոց նվիրեց, որը հյուրասենյակում գտավ իր ուրույն տեղը։ Տան կահույքը լրացնելու աջակցության ձեռնարկին միացել էր նաեւ Արգավան DM-ը, ուղարկելով նորաբոճ բազկաթոռ։ Edit Print հրատարակչությունը տարբեր բովանդակության գրքեր ու գունազարդ տետրեր ուղարկել Ալենին։ Տղան խոստացավ պարտադիր ընթերցել, սիրելի գրքերն արդեն տեղավորեց իր նոր պահարանում։ Միրզախանյանների ընտանիքի սննդի անուշեղենի պաշարը ապահովեցինք մեր մշտական գործընկերների շնորհիվ։ Արզնի հոլդինգի ղեկավարությունն էլ ուղարկել էր կատնամթերք, ընտանիքին ցուցաբերված աջակցությունը նաև դրամական էր։ Big Life ընկերության Նարինե Մածուն արտադրանքից էլ էինք տարել ընտանիքին։ Մերսի շատ ամեն ինչի համար, որպես տան երկրորդ մեծ տղա, շնորհակալ եմ մեր հոգսը թեթևացնելու համար։ Ռուսկի բիսկվիտ ընկերությունը ուղարկել էր թխվածքաբլիթների լայն ու հարուստ տեսականի, որը առանձնակի ուրախացրեց տան ամենափոքրին։ Սննդամթերքի խնդիրը լուծեցին մեր մշտական գործընկերները։ Sunfood ընկերությունը բացի սեփական արտադրանքի խմորիչներից, սփրեդից, յուղերից, ուղարկել էր իր նոր տեսականուց մայոնեզ ու կետչուպ, իսկ համեղ ու բարձրորակ պահածոների, մուրաբաների ու կոմպոտների մեծ տեսականին ապահովել էր Իջևանի գին ու կոնյակի գործարանը։ Տիկին Մարիամը մեծ ուրախությամբ ընդունեց տնտեսական ապրանքներ արտադրող Mr. Gin ընկերության ուղարկած տան անհրաժեշտ մաքրող միջոցների, հիգիենայի պարագաների մի քանի ամսվա պաշարը։ Ընկերությունը ընտանիքին օգնեց նաև դրամով։ Իսկ Արաքս թռչնաֆաբրիկայի տնօրինությունը անձամբ էր բերել մսամթերքի պաշարը։ Հավի կոտլետներ, նրբերշիկներ, ձողիկներ։ Տիկին Մարիամ, այս դժվար իրավիճակում ինձ թվում է Արաքս թռչնաֆաբրիկայի վերած թարմ մսատեսականին եւ տեղական կիսաֆաբրիկատները երկար ժամանակով կլիացնեն ձեր սեղանը։ Շնորհակալություն, որ դուք էլ նեղություն եք քաշել, ձեզնից կտրել եք ձեր ժամանակից, ես էլ գոհ շնորհակալ եմ։ Աստված ձեզ պահապան։ Տիկին Մարիամի կյանքի դառը պատմությունը լսելուն պես շտապել էին օգնել մեր բարերարները Ֆրանսիայում եւ Բելգիայում բնակվող մեր հայրենակիցները։ Արսենն ու Արայիկը ինչպես միշտ պատրաստակամություն հայտնեցին դրամական աջակցություն ցուցաբերել ընտանիքին։ Պարտքերի բեռից ազատվելուն ֆինանսական օգնությամբ նպաստեցին նաև Երևան City սուպերմարկետների ցանցը, ցանցերի աշխարհ ընկերությունը, Անտոշկա մանկապարտեզն ու Arix Group ընկերությունը։ Մամաս ու ընտանիքս ուրախ են, որ
Վերևից ապերներս ու պապաս նայեն ուրախ լինեն։ Եվ իհարկե շնորհակալ ենք Լեգարա բեռնափոխադրում իրականացնող ընկերությանը բոլոր նվերները մեզ հետ միասին տեղ հասցնելու համար։ Երեխեքն էլ երևի վերևից ուրախ են։ Խաղաղություն լինի ամենակարևորը։ Անդունդում հայտնվելու մասին Միրզախանյան ընտանիքը շատ է մտածել։ Երբեմն թվացել է, թե ամեն ինչ կորած է, մեծ սթրեսը իր բոլոր փուլերով մերժումից միջև համակերպում ընտանիքի մատնել է մենակության զգացողությամբ։ Դեռևս բառերով մեկնաբանվող ցավը, որ կարճ ընտանիքի զավակի կորուստ ենք անվանում, շատերիս համար անբացատրելի է եւ գուցե նաեւ աներևակայելի։ Իսկ կենցաղը, որը թվում է այս ամենի կողքին ամենափոքրն է, ամեն օր էլ ավելի է դժվարացնում կյանքը, մեծացնում հոգսերը, մոռացության մատնում կարևորը ու իրենով ավելի փչացնում կյանքի որակը։ Մեր այսից հետո էլ Միրզախանյանները հեռախոսազանգեր են ստացել ու սփոփվել։ Սա թույլ է տվել ընտանիքին մտածել, որ հայրենիքի համար զոհված զինվորականի ընտանիքը, եղբայրներն ու մյուս փոքրիկները, որ իրենց բախտից անկախ հայտնվել են բարդ իրավիճակում, մենակ չեն եւ դեռ կա գիտակցություն, որը թելադրում է բոլորով հաղթահարել ցավը։ Քնարիկ Պետրոսյան, Վահրամ Ավոյան, Սուրանկյուն։ Թողարկման երկրորդ հատվածում կներկայացնենք։ Տրանսպորտի վճարման նոր համակարգը դեռ չի պարզել բոլոր հարցերը։ Բյուջեից հավելյալ փող են ուզել, հիմնավորել է պետք։ Իրանք որևէ կերպ որևէ պրոցեսին չեն մասնակցում։ Մեղավորության սլաքները քաղաքապետն ուղեց դեպի հիմնարկի ղեկավարը։ Սա ձեր դրվածքն է։ Լեզվակռիվ, երբեմն նույնիսկ բանավեճ, պահանջ ու պայման իրար էին խառնվել։ Այսօրվանից հրանգավորված է բոլոր վարորդներին։ Վարորդն ուղևորներին իր կողքի դռնից էր պահանջում իջնել։ Դուրը բաց իջնենք հետևից։ Ինչ են պարտավոր անել վարորդները ուղևորներից վճարում պահանջելու փոխարեն։ Չենք վճարելու եւ նստելու եւ դու ոչ մի իրավունք չունես ինձ ասելու վճարի։ 100% ելքեր չեն ունեցել այս է խնդիրը։ Վճարողների որոշակի տոկոս կա, բոլորին հայտնի։ Միջազգային խորհրդատուն համակարգը բարեփոխելու այլ ռազմավարություն է տվել քաղաքապետարանին։ Ուզենան տրանսպորտի անգամ տանգարին չեն հասնում։ Սա մարտի 31-ին առավոտյան հանձնած հետազոտությունը։ Երեքն էլ տարբեր պատասխաններ են տվել։ Կալիումը հանձնում է Y լաբորատորիայում, գալիս է 7։ Երիտասարդները իրարանցման մեջ են ընկնում։ Տագնապ, հուզմունք, պարզվել է, որ քաղցկեղի մարտերները ոչ միայն կասկածի տակ է նրանց երեխա ունենալու հնարավորությունը, այլև վտանգի տակ է կնոջ կյանքը։ Ամրացել են հեմոգլոբինը, շատ վատ է։ Մեկ շաբաթյա սթրեսային վիճակից վերջապես դուրս են գալիս։ Սկսեց աղաչել պաղատել, որ որևէ տեղ չխոսանք դրա մասին։ Սխալ ախտորոշումը հաճախ հենց այդ որակների ցածր լինելու հետևանքն է։ Արդեն իսկ կարող ենք ունենալ սխալ պատասխան։ Կա որևէ պետական կառույց, որը վերահսկում է լաբորատորիաների աշխատանքը։ Պետք է առողջապահության նախարարությանը միջնորդի լիցենզիայի կասեցման։ Հանրային տրանսպորտի պերճանքն ու դժվարությունը։ Մտածում էինք ինչպես վերնագրել մեր հաջորդ տեսանյութը ու իրականությունը արտացոլող ավելի դիպուկ վերնագիր չգտանք։ Մի կողմից նոր ավտոբուսներ, փափուկ ընթացք, օդափոխման համակարգ եւ այլ հարմարություններ, մյուս կողմից վճարման համակարգի շուրջ չդադարող աղմուկ, որի հիմքում անարդյունավետ կառավարումն ու ազգային մտածելակերպի որոշ առանձնահատկություններն են։ Բայց ամեն ինչի մասին հերթականությամբ։ Օրերս հայտնի դարձավ, որ Երևան ավտոբուս ընկերությունը համայնքային բյուջեից հավելյալ գումար է պահանջել։ Բնականաբար քաղաքապետ Ավինյանը պետք է հետաքրքրվեր դրա պատճառներով ու գործակարգավարական խորհրդակցության ընթացքում կառույցի ղեկավարից պահանջեց ներկայացնել համապատասխան հաշվարկներ։ Եվ Էվրիկա։ Պարզվել է, որ տրանսպորտային բյուջեն շարունակում է թերակատարվել։ Ու սկսվեց։ Քաղաքապետը պնդեց, որ թերակատարումը պայմանավորված է ավտոբուսների վարորդների պասիվ պահվածքով, այսինքն չեն օգնում համայնքային իշխանությանը վերահսկելու ուղևորատոմսի վճարումները, մասնագետները հակադարձեցին, թե տրանսպորտային համակարգի վճարային կոլապսի պատճառները ավելի խորն են։ Քաղաքապետի պատճառաբանություններին նախկինում անդրադարձել ենք, նշելով, որ դրա շուրջ տեսակետները խիստ իրարամերժ են։ Նկատի ունեմ հանգամանքը, որ վարորդների համար շարունակում է անընդունելի մնալ, վարորդը նաև հսկիչ է, բանաձև է։ Նրանք չեն ցանկանում չոր աշխատավարձի դիմաց մի կողմից հավելյալ պարտավորություն ստանձնել, մյուս կողմից ուղևորների հետ հաշիվները բռունցքների միջոցով բարձել։ Ի վերջո, եթե ամբողջ ինստիտուտը փոխել ենք ու վարորդները այլևս կապ չունեն վճարումների հետ, then ինչու ենք պահանջում, որ նրանք օգնեն վերահսկման հարցում։ Իսկ փորձագիտական կարծիքը կարելի է ամփոփել մեկ նախադասությամբ. տրանսպորտային համակարգը պետք է փոխվի ամբողջությամբ։ Պնդում են, թե նման առաջարկով հանդես է եկել նաև միջազգային խորհրդատուն, նշելով, որ ոչ թե աստիճանաբար, այլ միանգամից եւ ամբողջությամբ։ Կարծնեք, թե ինչ կապ ունի այս բանաձևը վճարման համակարգի հետ։ Ամենաուղիղ։
Իսկ թե ինչի մասին է խոսքը, կպատմի Էդվարդ Պողոսյանը։ Անցնող շաբաթվա իրադարձությունների կենտրոնը մայրաքաղաքի հասարակական տրանսպորտն էր։ Ավտոբուսներով մարդիկ ոչ միայն կանգառից կանգառ էին գնում, այլև վեճի բռնվում, մեղադրանքներ լսում ու փոխադարձ մեղադրում իրար եւ վարորդներին։ 100-ից 150 դրամ դարձած տրանսպորտի վճարման նոր համակարգը դեռ չի պարզել բոլոր հարցերը։ Ամեն բան սկսվեց ճիշտ շաբաթասկզբին քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցություններ, մինչև Երևան ավտոբուսի տնօրենի զեկույցին հասնելը քաղաքապետը հարցեր ու դիտարկումներ չուներ, հերթը հասավ, Ավինյանը 100% կատարողականի մասին լսեց, բայց հանձնարարական իջեցրեց, ֆինանսական հաշվարկներն են անհրաժեշտ, բյուջեից հավելյալ փող են ուզել, հիմնավորել է պետք։ Վարորդների հավաքագրման process-ին ներգրավվածության բացակայությունը անընդունելի է, հավաքագրումից Պարոն Կիրակոսյան նաև կախված է արտաժամյայի վճարումները։ Չի կարող լինել մի իրավիճակ, երբ որ մենք մեր բոլոր աշխատակիցներին, մեր բոլոր վարորդներին նորմալ վճարում ենք բոլոր արտաժամյաններով եւ իրանք որևէ կերպ որևէ process-ին չեն մասնակցում։ Ավինյանն այստեղ նկատի առավ այն հանգամանքը, որ վճարման նոր համակարգով, երբ այսպես ասած տրանսպորտում մեր տեղը ստանում ենք ոչ թե վարորդին կոպեկ տալով, այլ քարտերով, ավտոբուսի ղեկը կառավարողները գործընթացը չեն վերահսկում։ Ուղևորներից չեն պահանջում անպայման ձեռքի քարտը պարզել վալիդատորին, վճարել տոմսի գինը։ Մեղավորության սլաքները քաղաքապետն ուղեց դեպի հիմնարկի ղեկավարը։ Սա ձեր դրվածքն է, որը առաջին օրվանից ես ասել եմ, որ անընդունելի է։ Առաջին օրվանից։ Այսօրվանից հրանգավորված է բոլոր վարորդներին։ Եվ ահա օրվա արդյունքը կադրերն ավտոբուսներից սոցցանցերում իրար հերթ չէին տալիս, լեզվակռիվ, երբեմն նույնիսկ բանավեճ, պահանջ ու պայման իրար էին խառնվել։ Այստեղ հարցեր էին պարզում ով ինչ իրավունք ունի եւ հատկապես ինչ են պարտավոր անել վարորդները ուղևորներից վճարում պահանջելու փոխարեն։ Չենք վճարելու եւ նստելու եք եւ դու ոչ մի իրավունք չունես ինձ ասելու վճարի։ Ես ինքս պատասխանատու եմ ինձ համար։ Դու ինձ համար պատասխանատու չես։ Դուրը բաց իջնենք։ Դուրը բաց իջնենք հետևի։ Հետևի դուրը բաց իջնեմ ես։ Հետևի դուրը բաց իջնեմ ես։ Ես դիմացից չեմ պատրաստում այսքանի հերմաշ։ Դավայ բացի։ Իջնեմ աշխատանքի եմ։ Բացի արա արդեն։ Օրինակ այս դեպքում հետաքրքրական է, որ վարորդն ուղևորներին իր կողքի դռնից էր պահանջում իջնել, մինչդեռ այդ դուռն ըստ ավտոբուսի վրա փակցված ցուցանակի նախատեսված է տրանսպորտ բարձրանալու համար, իսկ այսպես կոչված հետևի դուռը ավտոբուսից իջնելու։ Մեր տեսախցիկն է արձանագրում, այս դեպքում էլ տրանսպորտից իջնող չկար, վարորդն այդպես էլ այդ դռները չբացեց։ Ի վերջո, ինչ է կատարվում մայրաքաղաքի տրանսպորտում, մինչև գործակարգավարականի հաջորդ նիստում ֆինանսական հաշվետվությունները քաղաքապետին ներկայացնելը, Երևան ավտոբուսի տնօրեն Բեգլար Կիրակոսյանը Սուրյանյանն է պարզաբանում, քաղաքային բյուջեից ինչու հավելյալ գումարներ վերցնելու անհրաժեշտություն առաջացավ, 100% ելքեր չեն ունեցել այս է խնդիրը, ասում է։ Հաշվարկները գնացել է պակաս ելքերի քանակով։ Դրա համար որոշակի գումար ներկապահին պակասում է, որպիսի հավելյալ գումար արդեն գեներացվի աշխատավարձ, սպասարկում, վառելիք, այդ ամբողջ խնդիրը։ Բյուջեի ճեղքվածքի խնդիրը համայնքային հիմնարկում կապում են նաև հենց ուղևորափոխադրումների համար չվճարելու հետ։ Մարդիկ տրանսպորտով երթևեկել են, փողը չեն տվել, ֆինանսական միջոցները թերակատարվել են։ Ակներև է, որ չվճարողների որոշակի տոկոս կա, բոլորին հայտնի է։ Իսկ իրազեկ եւ պաշտպանված սպառող հասարակական կազմակերպությունում մայրաքաղաքի տրանսպորտի խնդիրները ուղևորների չվճարելու հետ չեն կապում։ Համակարգային են խնդիրները, ասում է Բաբկեն Պիպոյանն ու հավելում, միջազգային խորհրդատուն համակարգը բարեփոխելու այլ ռազմավարություն է տվել քաղաքապետարանին, իսկ համայնքային իշխանությունը մեկ այլ քաղաքականություն որդեգրել։ Տրանսպորտային համակարգի բարեփոխումը դա միայն շարժակազմերը չեն։ Հենց հիմա նայեք ինչ է կատարվում երթևեկությունում, հա մեր խցանումներ եւ այլն եւ ուզենան տրանսպորտ նստեն, անգամ կանգառին չեն հասնել։ Երկրորդը մեր թողունակությունը ավտոբուսների եւ ծանրաբեռնությունը մեկ-հապիկ ժամերի վրա ընկած։ Այսինքն են մնացած ժամերին դու պետք է հասանելի տրանսպորտ ունենաս։ Նույնը նաև թվերով Պիպոյանն առաջարկում է պարզ հաշվարկ անել, ասում է մայրաքաղաքի տրանսպորտի դեպքում մուտքերը քիչ են նույն ծախսերի պարագայում, հետևաբար ինքնարժեքը բարձր է։ Պայմանական 1000 դրամ է մեր ծախսը։ Մենք նստելու ենք ավտոբուս, եթե 10 հոգով նստենք, մեկ շնչից 100 դրամ կընկնի, եթե 6 հոգով նստենք 150-ից ավել կընկնի։
Երևանի քաղաքային իշխանությունները չհասկացան, որ պետք է օպտիմալ եւ մաքսիմալ ուղևորահոսք ապահովեն։ Եթե քո քաղաքը գնահատվածա 600,000 ուղևորափոխադրում ու բարեփոխման պարագայում ունենալու ես մինչև 15% աճափոխություն ես անում, այն համակարգի մեջ, որտեղ առավելագույնը 400,000 ուղևորափոխադրում ես ունեցել եւ տեսել։ Այսինքն 2 անգամ պակաս ուղևորափոխադրումը։ Ու այս փոխադրման հարցը քո մոտ առաջին պլան չի, դու չես կարողանալու արդյունք ունենալ։ Կա տրանսպորտում չվճարողների որոշակի տոկոս, սակայն մի շարք մարդիկ, օրինակ մեծ զրույցում նշեցին, որ ունեն ձեռք բերած տրանսպորտային քարտ, որոշների դեպքում այն նաև արտոնություններով է, սակայն հաճախ ավտոբուսում չեն կարողանում հպել վալիդատորին եւ վավերացնել միայն այն պատճառով, որ սարքին անհնար է հասնել։ Այս կադրերը դարձյալ համացանցում էին տարածվել։ Ահա պիկ ժամ տրանսպորտում։ Քաղաքապետարանի հսկի չեք դուք, հա, հսկի չեք դուք, հա, բան չի, որտեղի աշխատող եք, դե հիմա մի հատ այս մարդկանց տեղավորեք, որ վճարեն, դե փորձեք տեղավորել, ես էլ պետք է այստեղ նստեմ, մենք էլ պիտի նստենք, մեզ էլ հա փորձեք տեղավորել, Այսպես ավտոբուսում մի կերպ տեղավորվել էր նաև Սուրանկյան զրուցակիցը, 2 կանգառ հետո իջավ, անհնար էր այդպես երթևեկել է, ասում է։ Նստեցի, որովհետև այլ տարբերակ չունեի, քանի որ գիտեք, մեզ մոտ տրանսպորտը առանձնապես չի փայլում իր հաճախ գալու հատկությամբ, ուզած չուզած պիտի նստեի, այնքան խիտ էր, որ չկարողացա նույնիսկ երկրորդ դռնից բարձրանալով այդտեղ տեղակայված սարքին մոտեցնել եւ վճարումը կատարել, բայց ընդամենը 1 կանգառ թե 2 կանգառ հետո, շատ մոտ կանգառների մասին եմ խոսում, ստիպված եղա իջնել ավտոբուսից, որովհետև բալիկի եմ սպասում եւ հասկացա, որ ուղղակի վտանգում եմ եւ ին եւ երեխայի կյանքը այդ ավտոբուսից օգտվելով։ Տիգրան Ավինյանի վերջին հայտարարություններից հետո ի դեպ քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունում արկա թափուր հաստիկները համալրելու համար։ Տեղեկանում ենք, նրանք հանրային տրանսպորտում ստուգայցեր են անելու վերահսկելու ուղևորների վճարումները։ Մի հսկիչի նվազագույն աշխատավարձը լինելու էր այնպես ամենավատ հաշվարկով 150,000 դրամ։ Մի հսկիչի 150,000 դրամը հələ բաժանեք 100-ի։ Քանի ուղևորափոխադրում է պետք որպեսզի կարողանանք մի հսկիչին աշխատավարձ տալ։ 3000 ուղևորափոխադրում 50 դրամով եմ ասում։ 120,000 ուղևորափոխադրումը մեր 1/3-ը գնում էր մենակ հսկիչի ինստիտուտի։ Երևան ավտոբուս ընկերությունում սակայն հույս նայո կապում են նաև հսկիչների թվի ավելացման հետ։ Բեգլար Կիրակոսյանին հարցնում ենք, այսպես գումարների հավաքագրման խնդիրը կլուծվի։ Մեծ հույսեր ունեմ։ Նաև հսկիչների ավելանելը կօգնի մեզ, բայց մեր ճիշտ աշխատանքի արդյունքը նաև այդտեղ իր դրական բանը կտա, իմպուլսը կտա։ Այն, ինչ պետք է դառնա հստակ եւ կանխատեսելի քաղաքային ծառայություն, այսօր դեռ մնում է փոխադարձ պահանջների խաչմերուկում։ Թվերը, հանձնարարականներն ու պարզաբանումները տարբեր կողմերից փորձում են բացատրել միևնույն իրականությունը, մինչդեռ բոլոր հարցերի պատասխանն էլ, լուծումն էլ ըստ մասնագետների շարունակում են տրվել նույն տեղում, հենց ավտոբուսներում, կանգառներում ու մարդկանց աղմկոտ դժգոհությունների մեջ։ Էդուարդ Պողոսյան, Գրիգոր Հովսեփյան, Սուրանկյուն։ Որքան էլ իրարամեժ են առողջության պարտադիր ապահովագրության համակարգի շուրջ կարծիքները, փաստը մնում է փաստ, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ չի եղել մի ժամանակահատված, երբ այսքան խոսեն առողջության ոլորտի մասին։ Այսինքն կարող ենք փաստել, որ անկախ այդ համակարգի բաց թողումներից կամ առավելություններից մարդիկ սկսել են պատշաճ ուշադրություն հատկացնել սեփական առողջությանը։ Սա ասում եմ նաև ոլորտի պատասխանատուների համար, որոնց թվում է, թե մենք ամեն ինչ անում ենք համակարգի բնականon գործունեությունը խոչընդոտելու եւ նախաձեռնությունը ձախողելու համար։ Հիմա բուն թեմայի մասին։ Կասեք, ուր եք նախընտրում գնալ, երբ առողջական խնդիրներ եք ունենում։ Թերևս յուրաքանչյուրը հիշի իր պոլիկլինիկան, ընտանեկան բժշկին կամ հիվանդանոցում այն ծանոթ մասնագետին, ում զանգում կամ այցելում է ցանկացած հարցով, որովհետև վստահում է նրա գիտելիքներին։ Ապահովագրության ներդրումից հետո այս ճանապարհը ինքնին սկսվում է պոլիկլինիկայից, որի աշխատակիցների ուղղորդումով էլ պացիենտը դիմում է նեղ մասնագետներին եւ ախտորոշվում։ Հիմա ուշադրություն։ Պարզվում է, որ Հայաստանում ախտորոշման ոլորտում կա բավականին լուրջ խնդիր, որին պետական ատյաններ որևէ ուշադրություն չեն դարձնում։ Խոսքը ախտորոշման որակի մասին է։ Ասենք որևէ լաբորատորիայում հետազոտություն եք անցնում։ Վստահ եք, որ պատասխանները ճիշտ են։ Եթե այո, որտեղից այդ վստահությունը։ Իսկ գիտեք, որ բժիշկները հաճախ բախվում են իրավիճակի, երբ տարբեր լաբորատորիաներ նույն պացիենտի նույն հետազոտության վերաբերյալ տրամագծորեն տարբեր տվյալներ են տալիս։
Սրան անխուսափելիորեն հետևում է սխալ ախտորոշում, հետևաբար սխալ բուժում։ Ենթադրվում է, որ պետությունը պետք է տեր լիներ այս ոլորտին, այսինքն մեզ քաղաքացիներից վստահեցներ, որ բոլոր լաբորատորիաները աշխատում են նույն մեթոդաբանությամբ եւ որակյալ սարքավորումներով, հետևաբար դրանց տրամադրած տվյալները ճշգրիտ են։ Բայց արի ուտես, որ այդպես չէ։ Կունենաս փորձառու, աչքը սուր, ֆայմով բժիշկ, գուցե կասկածի տակ դնի լաբորատոր տվյալները եւ վերստուգում պահանջի։ Եթե ոչ, հույսդ պետք է դնես լաբորատորիայի բարեխղճության վրա եւ աղոթես, որ քո դեպքում չսխալվեն։ Ներկայացնում եմ Արմեն Աթալյանի անալիզի ճողվածքը տեսանյութը։ Հիվանդանոցներում ամենամեծ հերթերը գիտեք, թե որ կաբինետների առաջ են գոյանում։ Լաբորատոր, հետազոտական։ Ցանկացած էպիկրիզ կազմվում է հետազոտությունների հիման վրա։ Ցանկացած մասնագետի առաջին գործը ճիշտ հետազոտությունների նշանակումն է։ Իսկ որ հետազոտական կլինիկան եք նախընտրում։ Քովիդից հետո մեկը մյուսի հետևից հայտնվեցին հետազոտական նոր կենտրոններ, բայց որպես կանոն մենք գնում ենք այնտեղ, ուր խորհուրդ է տալիս բժիշկը, կամ գոնե չենք գնում այնտեղ, ուր բժիշկը խորհուրդ չի տալիս։ Մեր զրուցակցի ընկերներն այդպես չեն վարվել։ Նոր էին ամուսնացել ու պլանավորում են երեխա ունենալ ու այդ իրանց բժիշկները իրանց ուղարկել են հետազոտությունների նախքան երեխա պլանավորելա։ Այդ լաբորատոր հետազոտությունները գնացել են Երևանյան լաբորատորիաներից մեկում են տվել, բավականին անվանի լաբորատորիայում։ Անալիզների արդյունքում պարզվել էր, որ քաղցկեղի մարկերներ գոյություն ունեն, վկայում են, որ մարդու մոտ հնարավոր է քաղցկեղային հիվանդություն ու ընդ որում կանացի քաղցկեղ։ Երիտասարդները իրարանցման մեջ են ընկնում։ Տագնապ, հուզմունք, բնական է, ոչ միայն կասկածի տակ է նրանց երեխա ունենալու հնարավորությունը, այլև վտանգի տակ է կնոջ կյանքը։ Բարեբախտաբար էմոցիաները զսպում եւ ընկերների խորհրդով նույն հետազոտությունն անցնում են նաեւ այլ կենտրոններում։ 3 լաբորատորիաներում գնում են իրանք նույն հետազոտությունները անցնում, պարզվում է, որ այդ նշված այդ մարկերները, որը այն առաջի լաբորատորիայում բարձր են եղել, իրականում նորմայի սահմաններում է։ Մարդիկ մեկ շաբաթյա սթրեսային վիճակից վերջապես դուրս են գալիս։ Հետազոտական սխալ տվյալների հերքումից հետո վրա հասած դրական էֆեկտն է։ Կարմիր գնդիկները հեմոգլոբինի մոլեկուլներն են։ Դեղին գնդիկները գլյուկոզայի մոլեկուլներն են, որոնք ամրացել են հեմոգլոբինին։ Սա շատ վատ է։ HbA1c-ին դա մարդու օրգանիզմում շաքարախտի մակարդակը ֆիքսող ամենաճշգրիտ հետազոտություններից մեկն է։ 6.5% կա հաստատ շաքարախտ, 6.3% դեռ շաքարախտ չկա։ Այսինքն 0.2%-ի տարբերության պարագայում կարելի է ֆիքսել կա թե չկա այս դաժան հիվանդությունը։ Պատկերացնեք, ինչ կարևոր է հետազոտության ճշգրտությունը։ Բուժարուն եկել է մեզ մոտ ստուգման միայն մեզի ընդհանուր պատասխանով, որտեղ արկա է գլյուկոզուրիա։ Սկսում ենք քննարկել, մտածել, վերլուծել, ինչի հաշվին մեզում կհայտնվի գլյուկոզը։ Հիվանդը շաքար չունի, դիաբետիկ չի, որևէ դեղորայք չի օգտագործում։ Մանեն ախտորոշման process-ում լաբորատորիաների տարբերվող պատասխանների խնդրին բախվել է բազմիցս։ Վերջինը բառացի շաբաթներ առաջ։ Պացիենտը պատտվել է 3 լաբորատորիաներով, 3-ում հանձնել միևնույն հետազոտության համար արյուն։ 3-ն էլ տարբեր պատասխաններ են տվել։ Տվյալ նույն ցուցանիշի մասին, մեկը նորմայի սահմաններում է, մյուսը նորմայից ցածր, որը մեզ հանգեցնում է նրան, որ մենք ուղարկենք եւս մեկ հետազոտություն հանձնելու, նորից այդ նույն կալիումը հանձնելու։ Կալիումը հանձնում է Y լաբորատորիայում, գալիս է 7։ Եթե չլինեին երկրորդային սիմպտոմներ, որոնք հակասության մեջ էին հետազոտության արդյունքների հետ, ապա ըստ ուղեցույցների բժիշկը պարտավոր է լինելու անհապաղ բուժում սկսել։ Հիպերկալեմիան կոնկրետ տվյալ ցուցանիշը անհապաղ հոսպիտալացման ցուցում է հանդիսանում, ստացիոնար պայմաններում պետք է իրականացվի էլեկտրասրտագրություն, համապատասխան կալիումը կարգավորող բուժում։ Սա մարտի 31-ին առավոտյան հանձնած հետազոտությունը, համաձայն որի կալիումը ստացվել է 7 մմոլ լիտր, եթե նայենք համաձայն տվյալների, ինքը համարվում է ծանր աստիճանի հիպերկալեմիա։ Ուղարկվել է ուրիշ լաբորատորիա հետազոտությունը կրկնելու, տրվում է պատասխան 4.8, որը լիարժեք նորմայի սահմանը։ Այս հիվանդը ոչ մի բուժում չի իրականացրել։ Այս կրկին նույն լաբորատորիան 2 օր անց կրկին տալիս է 4.8։ Ի վերջո, պարզվել է խնդրի աղբյուրը եւ մարդուն ճիշտ բուժում են նշանակել։ Նա էլ սկսել է կարգավորել առողջությունը։ Մեր նախորդ պատմության երեխա պլանավորող զույգը վրդովմունքը որոշել է չթաքցնել, վերադարձել է սխալ թույլտված հետազոտական կենտրոն եւ հանդիպել ղեկավարության հետ։ Տնօրենը իջավ մեր մոտ, սկսեցինք խոսել, մենք բացատրեցինք մյուս 3 լաբորատորիաների այդ բաները, եզրակացությունները տվեցինք իրեն, նայեց իրանց լաբորատորիայի եզրակացությունները, իր դիմաց դրեցինք, նայեց ու սկսեց աղաչել, պաղատել, որ որևէ տեղ չխոսանք դրա մասին,
գումարը, այսինքն վճարած գումարը բավականին թանկ հետազոտություններ էին դրանք։ Այդ վճարած գումարը հետ տվեց, ասում էր, խնդրում եմ, այստեղ այնտեղ չպատմեք, որ նման միջադեպ է ունեցել մեր լաբորատորիայում եւ այլն։ Քանի որ մարդիկ այն ժամանակ հետևողական չեն եղել, որպեսզի կառույցը պատասխանատվություն կրի եւ չեն ֆիքսել կենտրոնի սխալը հաստատող ապացույցները, այդ իսկ պատճառով անունը չեն հրապարակել։ Բողոքելու արդյունքում ինչ պետք է լիներ այդ մարդու հետ, հո այդ լաբորատորիան չէին փակելու։ Մենք սահմանափակվեցինք այնքանով, որ մենք մեր մոտիկներին, մեր մտերիմներին, մեր հարազատներին բոլորին պատմեցինք այդ լաբորատորիայի մասին ու առաջարկեցինք երբևէ այդ լաբորատորիայում որևէ հետազոտություն չանցնել ու չվստահել իրենց։ Եվ իսկապես, կա որևէ պետական կառույց, որը վերահսկում է լաբորատորիաների աշխատանքը, որպեսզի այդ կենտրոններն աշխատեն սահմանված նորմերին համապատասխան։ Այսինքն ենթադրվում է, որ ինչ-որ նորմեր խախտվում են, եթե մեկ կենտրոնում մի պատասխան են ստանում, 3 մյուսներում այլ։ Առողջապահության նախարարությունը պահանջեց, որ պետք է բոլորը ունենան որակի սերտիֆիկատներ, սակայն այս որակի սերտիֆիկատների ունենալը բացառապես փաստաթղթերի շրջանակից դուրս չեկավ, այսինքն ինչ կատարվեց, մի հատ ավել թղթաբանության եւ ծախսի խնդիր մտցրեց։ Այսինքն որակի հավաստագրում ասածը ենթադրում է այս կամ այն փաստաթղթի առկայությունը, ինչի հիման վրա առողջապահության նախարարությունը հաստատում է, որ տվյալ լաբորատորիան հիմնվելու պահին համապատասխանել է սահմանված նորմերին։ Իսկ այ հետազոտական կենտրոնների, օրինակ կադրերի որակի ստուգմանը պետք է հետևի առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմինը, նշում է Անուշ Պողոսյանը։ Պայման պահանջների եւ կադրերի վերահսկողությունը կատարվում է տեսչական մարմնի կողմից։ Եթե կա կադրային եւ գործիքային հագեցվածության խնդիրներ, ապա տեսչական մարմինը իր լիազորությունների շրջանակներում պետք է առողջապահության նախարարությանը միջնորդի լիցենզիայի կասեցման հարցում։ Իդեպ, լաբորատորիաների աշխատակիցների մասնագիտական որակների մասին սխալ ախտորոշումը հաճախ հենց այդ որակների ցածր լինելու հետևանքն է։ Եթե օրինակ երկարատև ժգուտը կապվի կամ բուժարուն վերցնելու ժամանակ բռունցքը շատ ամուր սեղմած լինի, վերցնելու ընթացքում ինչ-որ տրավմաներ առաջացնեն, այդ ժամանակ արյունը կհեմոլիզվի, կալիումի քանակը արհեստականորեն կեղծ կբարձրանա, մենք կունենանք կեղծ հիպերկալեմիա։ Այդ կողմից ասած արյունը վերցնելուց եթե սխալ վերցնես, արդեն իսկ կարող ենք ունենալ սխալ պատասխան։ Հույս ունեինք, որ այս որակի ներդրման պահանջով կվերահսկվի, սակայն ինչ ստացվեց, օրինակ մարզերում հանձնաժողովներ էին կազմվել եւ մարզպետարանից այնպիսի աշխատակիցներ էին ներգրաված այդ հանձնաժողովում, որոնք որ օրինակ ունեին մաթեմատիկի կամ ֆիզիկայի կրթություն, ինչ պետք է հասկանար այդ հանձնաժողովի այդ անդամը, օրինակ մարզերի լաբորատորիաների ուսումնասիրությունից ես մեղմ ասած չեմ հասկանում։ Դիմեցինք առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմին հասկանալու համար, թե ինչ տրամաբանությամբ են իրականացնում ստուգումներ բժշկական լաբորատորիաներում, նախորդ տարի քանի նման ստուգում են իրականացրել եւ ինչ խախտումներ են արձանագրել։ Պատկան մարմինից պատասխանեցին, որ լաբորատոր հետազոտությունների արդյունքների որակի նկատմամբ վերահսկողությունը իրենց լիազորությունների շրջանակից դուրս է։ Չնայած կրկնեմ, մեր հարցերը վերաբերում էին ոչ թե հետազոտությունների որակին, այլև լաբորատորիաներում կառույցի կատարած ստուգումներին։ Ահա այսքանը։ Բացի թողի վիճակը հոպոզով փոչով չի լինում, ստացվում է լաբորատոր փորձաքննությունների ոլորտում եւս ամեն ինչ թողնված է ձեռներեցների խղճին։ Պետական գործուն հսկողություն այս հաստատությունների աշխատանքի նկատմամբ ըստ էության գոյություն չունի։ Արմեն Աթալյան, Գրիգոր Հովսեփյան, Սուրանկյուն։ Կհանդիպենք քիչ անց։ Խորված փոսի պատճառով է, որ այս տանը փլուզում է տեղի ունեցել։ Շինարարություն են արել խեղճ մարդու։ Կհավատաք, եթե ասեմ, որ վթարի հետևանքով տուժածներ չեն եղել։ Համենայն դեպս, երբ ինձ նման բան ասացին, չհավատացի։ Այն կողմից է եկել, այն կողմից եկել է այսու։ Բախումն այնքան ուժգին է եղել, որ հենա դիմապակու վրա երևում են գլխի հարվածի տեղերը։ Հիմա ես հասկանում եմ, թե Իրանը ինչի հաշվին է դիմադրում Ամերիկա-իսրայելական զորքերին։ Ֆորդի վարորդի հարազատներն ու ընկերները արագ հասել էին ու տեսնելով, որ նա մահացել է, փնտրում էին զիլի վարորդին։ Մյուս պատճառներին չենք անդրադառնա, որովհետև խոսքը գնում է 6, այդ թվում 1 տարեկան երեխայի զոհվելու մասին։ Նկատել եք, որ մեր 5-րդ էջում տեղ գտնող պատմությունները դարձել են բազմաժանր, ինչը նշանակում է, որ մարդիկ կորցրել են զգոնությունը ոչ միայն ճանապարհներին։ Անլուրջ վերաբերմունք է հրդեհային անվտանգությանը,
անտեսում են շինարարության ժամանակ գործող կանոնները, չեն նկատում ջրային ավազաններում թաքնված վտանգները, մի խոսքով դարձել են շատ անտարբեր ու անզգույշ։ Մինչդեռ ինչպես քանիցս ասել եմ, փորձանքը կարող է թակել յուրաքանչյուրի դուռը։ Քիչ անց ներկայացվող տեսանյութում մանրամասն կնկարագրենք բազմաժանր մի քանի դեպք, մինչև այդ խոսեմ Երևան-Արմավիր ավտոճանապարհին կատարվածի մասին։ Բեռնատարների մասնակցությամբ ողբերգությունը Շամշյանը մինչև օրս մեծ ափսոսանքով է հիշում։ Հալալ քրտինքով օրվահացը վաստակող խանչափած 3 երեխաների հայրը չէր կարող պատկերացնել, թե ինչ ավարտ կունենա կեսգիշերն անց ապրանք տեղափոխելու հերթական ուղերձը։ Չէր կարող կանխատեսել, որ չգիտես ինչպես իր երթևեկելի գոտում կհայտնվի բեռնատար զիլը ու կհետևի ճակատային բախումը։ Ցավոք 41-ամյա արտակը տեղում մահացել է։ Այլ ելք չէր կարող լինել, հաշվի առնելով նրա վարած Ֆորդի վիճակը, բայց այսքանով պատմությունը չի ավարտվել։ Տեղեկանալով վթարի մասին արտակի ընկերներն ու բարեկամները շտապել են դեպքի վայր ու բարեբախտաբար չեն հայտնաբերել զիլի վարորդին։ Ինչու բարեբախտաբար։ Որովհետև կադրերը դիտելիս կհամոզվեք, որ եթե զիլի վարորդը մնար դեպքի վայրում, զոհվածի հարազատները նրա նկատմամբ լինչի դատաստան էին տեսնելու։ Այդուհանդերձ փախոստը նրան չի փրկի, ու նա կկանգնի դատարանի առջև ոչ մի մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու, այլև վարորդական իրավունքի վկայական չունենալու համար։ Անկեղծ ասած նման մարդկանց երբեք չեմ հասկացել։ Եղբայր, եթե չունես վարորդական իրավունք ու գիտես, որ դրա համար ընդհանուր քրեական պատասխանատվություն է սահմանված, հույսդ ինչի վրա ես դնում։ Պատահականության թե բախտի։ Խնդրեմ, սա է հետևանքը։ Ու երբեք էլ բախտի չբողոքես։ Եթե բողոքելու տեղ ունես, ապա միայն խելքի բացակայությունից։ Անցած օրի քրեական քրոնիկոնը դժբախտ պատառներն ու ավտովթարները Գագիկ Շամշյանի հալալ վաստակի ու մահվան բախումը տեսանյութում։ Այ ժողովուրդ ջան, երբ մեր սիրելի Երևանում սկսեց վայրի շինարարություն, պետք չէր մտքի դիտան լինել հասկանալու, որ այդ գործընթացը սահուն չի ընթանա։ Ու ոչ միայն շատերը օլիգարխ շինարարի ձեռքից տուժելով տնազուր կդառնան, այլև կունենանք դժբախտ այլ իրավիճակներ։ Ասենք, որ ստեղ շենքերի կառուցման համար բեզբոժնի թույլտվություններ եք տալիս, գոնե կես վայրկյան մտածում եք հարևանության բնակվողների մասին, թե ձեզ համար կարևորը միայն փողն է։ Նման մի դիպված օրերս արձանագրեցի Չարենցի փողոցում, ու միայն երջանիկ պատահականությամբ է, որ մարդ չտուժեց։ Կեսգիշերից մի քանի րոպե առաջ պատրաստվում էի քնել, թոթափելով հերթական լարված օրվա բեռը, մեկ էլ զանգ, Շամշյան, շուտ հասի Չարենցի փողոց։ Ստեղ սեփական տներից մեկը փլուզվել է ու լիքը մարդ են տարհանում։ Սա իսկապես ֆորս մաժոր էր, ու կարող եք պատկերացնել, թե ինչ արագությամբ հագնվեցի ու ճամփա բռնեցի նշված փողոց։ Կարելի է ասել զանգից մինչև տեղ հասնելը մոտ 20 րոպե քաշեց։ Հասնելով դեպքի վայր, ֆիքսեցի, որ ահազանգողը ընդհանրապես գույները չէր խտացրել։ Հենա տեսնում եք սեփական աչքերով։ Կարող գազից չի։ Դե հիմա ասեք, ինչ եք տեսնում փլուզված շինության հարևանությամբ։ Այո, վերամբարձ կռունկ, ինչը հուշում է, որ այստեղ շինարարական աշխատանքներ են ընթանում։ Քիչ անց պիտի պարզեի, որ հերթական էլիտարն է կառուցվում։ Չգիտեմ, թե ինչ չափորոշիչների հիման վրա են թույլտվություն տվել, բայց փաստը մնում է փաստ։ Հենց այդ աշխատանքների ավելի ստույգ փորված փոսի պատճառով է, որ այս տանը փլուզում է տեղի ունեցել։ Պատուշ կոմբը փլվել է, շինարարություն են արի խեղճ մարդու։ Ասացին, որ նախքան իմ հասնելը փրկարարները տնից տարհանել են 13 բնակչի։ Նկարահանումների պահին համայնքային ոստիկանները պարզում էին տան սեփականատերերի ինքնությունը։ Պարզելուց հետո էլ թող վերադասին զեկուցեն, որ տեղի ունեցածը շինարարական սխալ հաշվարկների հետևանք է։ Հավաքվածները պնդում էին, թե շինարարություն ծավալողները պետք է փոխհատուցեն այս տան բնակիչներին կրած վնասի համար։ Տեսնենք, ասեմ իմանաք ժողովուրդ ջան, ինչքան հարուստ են լինում, այնքան խնայում են։ Նենց որ եթե հանկարծ գումարի հատկացման հարցում գլուխ պահեն, ուղիղ դատարան դիմեք, հաստատ կհաղթեք։
Լավ, անցնենք վթարներին։ Ավելի ստույգ ներկայացվող դեպքը ինքնավթար է։ Երևան-Սևան Իջևան ավտոճանապարհի Չայնի ոլորանների սկզբնամասում ենք։ Այս հատվածով երբևէ երթևեկացները հիմա հաստատ վախի ձայն հանեցին ու ճիշտ էլ արեցին։ Չէ որ խոսքը խորը անդունդի մասին է, իսկ տվյալ դեպքում Կիայի վարորդը ժամը 15-ի սահմաններում դուրս գալով երթևեկելի գոտուց բախվել է երկաթե արգելապատնեշներին, մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով գոհաշրջված հայտնվել է ձորում, ապառաշ քարերի վրա։ Բեմենները գցած են էլ ոչ մեկի բան չել է, իր հետ հոգի են մեջը քեզված կետ։ Հիմա ուշադրություն, կհավատաք, եթե ասեմ, որ վթարի հետևանքով տուժածներ չեն եղել։ Համենայն դեպս, երբ ինձ նման բան ասացին, չհավատացի, բայց ժողովուրդ ջան, իրականությունը դա է։ Ու գիտեք ինչա այդ հրաշքի անունը՝ ամրակապվել։ Հլը հետևիցս կրկնեք՝ ամրակապվել։ Այո, վարորդ ու երկու ուղևորները, որոնցից մեկն անչափահաս է, հրաշքով են փրկվել եւ ավտոմեքենայից դուրս չեն հայտնվել, քանի որ եղել են ամրակապված եւ հենց ամրագոտին է նրանց կյանքը փրկել։ Զգուշ վտանգավոր է ցեխը, է։ Էս հլա իրանց բախում։ Այն կողմից է եկե, այն կողմից եկել է հոսու։ Մի հուզիչ պատմություն ստեղ եղավ։ Ամրակապված ու փրկված այս երեխան ցանկություն է հայտնել ինձ տեսնել։ Չեք պատկերացնում, թե ինչքան է ուրախացել։ Երեխան նման փորձության ենթարկվելով ծանր ապրումներ է ունենում, բայց ուզում է ինձ տեսնի։ Բայց պատիվ է ինձ համար։ Քաղցր ջան, ապրես, որ ամրակապվել ես։ Կգնաս ու բոլորին ամրակապվելու առավելությունների մասին կպատմես սեփական օրինակիդ հիման վրա։ Ներկայացվող ու անցնող դեպքերի միջև կա թե տարբերություն, թե ընդհանրություն։ Նախ ասեմ, որ օրը ցերեկով Մարգարավ Վանաձոր ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի մասնակիցներից մեկը էլի Kia Forte է եղել։ Պարզապես այս դեպքում գործ ունենք ոչ թե ինքնավթարի, այլ վթարի հետ։ Վթար, որը ցավոք ունեցավ ողբերգական ավարտ ու երևի թե նաև այն պատճառով, որ մեքենայում գտնվածները համենայն դեպս ըստ հավաքվածների ամրակապված չեն եղել։ Նայում էի վթարված մեքենաներին ու փորձում էի հասկանալ, թե ինչ է ստեղ կատարվել րոպեներ առաջ։ Ասենք, 07-ի վնասվածքներից կարելի է պատկերացնել, որ Կիան մխրշվել է նրա ձախ հատվածի մեջ, թեև առջևի հատվածն էլ բանի պետք չէր։ Իսկ ահա Կիայի հիմնական վնասվածքը առջևի հատվածում էր։ Ընդ որում, բախումն այնքան ուժգին է եղել, որ հենա դիմապակու վրա երևում են գլխի հարվածի տեղերը։ Մոտավոր կարող եմ ասել, որ բախումը գրեթե ճակատային է եղել, ինչը նշանակում է, որ մեքենաներն ընթացել են հանդիպակաց գոտիներով։ Ասացին, որ վթարի հետևանքով երկու վարորդներն ու մեկ ուղևոր տեղափոխվել են ապարան բժշկական կենտրոն։ Պարզեցի, որ Կիան վարել է 26-ամյա Արամը, իսկ 07-ը 21-ամյա Հայկը։ Նրանց մեքենայից դուրս բերելու համար ապարանի փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա։ Ցավոք, մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից տեղեկություն է ստացվել, որ վիրավորներից 07-ի վարորդը 21-ամյա Հայկը գիտակցության չգալով մահացել է։ Ով կասի, թե քանի անգամ ենք զգուշացրել, որպեսզի ջրամբարներում հատուկ ուշադրություն դարձվի անվտանգության միջոցներին, այլքանի դժբախտ ու ողբերգական դեպք պիտի ներկայացնենք, որպեսզի իրավասուները հասկանան, որ խաղում են մարդու կյանքի հետ։ Հերթականը արձանագրվեց Երևանում ապրիլի 4-ին, առավոտյան 6:30-ի սահմաններում։ Հենց այդ ժամին են Արաբկիրիի ոստիկանները տեղեկություն ստացել, որ Ղափանցյան փողոցին հարակից ժողովրդին հայտնի քանակեր հեկի ջրամբարում երկու քաղաքացիներ են ջրահեղձ եղել։ Այդտեղ էլ որ եկավ թռավ, այնտեղա թելավ իր առաջոտ, այնտեղած։ Այնտեղից թռավ եկավ ստե։
Հենա տեսնում եք, թե ինչպես է ականատեսը պատմում եղելությունը, ասում է, որ տեսել է, թե ինչպես է երիտասարդը անզգուշաբար ընկել ջրամբարը, ընկերն էլ նետվել է, որպեսի նրան փրկի, սակայն չի կարողացել, ինքը եւս ջրահեղձ է եղել, սարսափելի պատմություն, որը նաեւ ուսանում է, թե իրականում ինչպիսին պետք է լինի ընկերը, այս ամենը ականատեսը պատմում էր ջրասուզակին, որը արդեն դուրս էր բերել ջրահեղձ եղածներից մեկի մարմինը ու պատրաստվում էր անցնել մյուսի որոնողական աշխատանքներին։ Ի վերջո ջրասուզակին հատուկ փրկարարներին ու փրկարարներին հաջողվում է դուրս բերել նաև ջրահեղձ եղածներից մյուսի մարմինը, ինչպես հետո պետք է պարզվեր, նրանք Իրանի քաղաքացիներ են, 24 եւ 25-ամյա երիտասարդներ, հալալա ձեր դաստիարակությանը, ընկերասիրությանը, հիմա ես հասկանում եմ, թե Իրանը ինչի հաշվին է դիմադրում Ամերիկա-իսրայելական զորքերին, սենց մտորումների մեջ չեն կընկնի, եթե իրավասուները բարի լինեին, թեկուզ պաշտպանիչ սետկա քաշեն, ինչի մասին 100 անգամ ասել ենք, տեսնես դրանք ընդհանրապես խղճի զգացում ունեն, թե ոչ, դժվար, թե չէ հաստատ իրար կգային։ Հենա, գտնվավ։ Կեսգիշերից մի փոքր անց Երևան Արմավիր ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգության մասին։ Մենք ստիպված ենք իջեցնել դեպքի վայրում տեսախցիկիս արձանագրած ձայները, որպեսզի հեռուստադիտողի համար լսելի չլինեն տասնյակ հայհոյանքները, որոնք ուղղված էին այս զիլի վարորդի հասցեին։ Ահա որ էր ժողովուրդ ջան, թեպետ կադրերը հենա ամեն բան պատմում են, որ զիլն ու Ford Transit-ը իրար են բախվել եւ որ մեքենաների քաշից ելնելով այդ բախումը լուրջ հետևանք է ունեցել ոչ միայն ժեշտի, այլև մարդկային տեսանկյունից։ Երեք երեխա թողեց անտեր։ Այս զռլամա զիլի ղեկին եղել է Արարատի մարզի բնակիչ 31-ամյա նվերը, իսկ Ֆորդը վարել է Արմավիրի մարզի բնակիչ Արտակը։ Ամենայն հավանականությամբ շուկա էր գնում հալալ քրտինքով աչեցրած բանջարեղենը վաճառելու, ցավոք չասավ։ Վթարի հետևանքով Արտակը տեղում մահացել էր։ Ինչպես արդեն ասացի, իրավիճակը դեպքի վայրում բավականին լարված էր։ Տեղեկանալով վթարի մասին, Ֆորդի վարորդի հարազատներն ու ընկերները արագ հասել էին ու տեսնելով, որ նա մահացել է, փնտրում էին զիլի վարորդին, փորձելով նրա նկատմամբ հաշվեհարդար տեսնել ու ջարդել եւ հրկիզել նրա ավտոմեքենան։ Այդ անասունին որդուս գտնենք։ Ոչ բարի։ Այստեղից սռացել ու Այս իրավիճակը տևեց մոտ 10 րոպե, ու եթե պարեկները, համայնքային ոստիկանները, փրկարարներն ու անգամ շտաբօգնության բժիշկները չմիջամտեին, հայտնի չէ, թե ինչ կկատարվեր դեպքի վայրում։ Հավաքվածները նշում են, որ մահացածը 3 երեխաների հայր էր, Աստված իմ։ Իսկ զիլի վարորդին լավ էին արել պարեկները, որ հեռացրել էին դեպքի վայրից, քանի որ եթե հավաքվածները նաև տեղեկանային, որ նա չունի վարորդական իրավունքի վկայական, հաստատ լինչի դատաստանն էին տեսնելու։ Մեկնաբանությունները կարծում եմ ավելորդ են։ Տեսանյութն արդեն պատրաստ էր, երբ սարսափելի գույժ ստացվեց Արմավիր Գյումրի ճանապարհից։ Հանրությունը ցնցվել էր վերջին երևի մոտ 8 ամսվա մեջ տեղի ունեցած ամենամասշտաբային վթարի լուրից։ Մասշտաբային ասելով նկատի ունեմ ոչ թե հանգամանքը, թե ինչպես է BMW-ն կլղկոնձի տվել այս զորակը, այլ մարդկային կորուստների տեսանկյունից։ Վթար, որը հերթական անգամ ապացուցեց, որ որքան էլ պատասխանատուները վիճակագրության դրական միտումների մասին խոսեն, միևնույն է, մեր ճանապարհներին ինչ որ բան այնպես չէ։ Տեղափոխում են Երևան, 5 զո 3 վիրավոր։
Պետք չէ մտքի տիտան լինել հասկանալու, որ Արմավիր Գյումրի ավտոճանապարհի 47-րդ կիլոմետրին տեղի ունեցածի պատճառներից մեկը մեծ արագությունն է եղել։ Սա աքսիոմատիկ ճշմարտություն է։ Դրա համար էլ հնչեցնում եմ։ Opel-ի, BMW-ի բախման մյուս պատճառներին չենք անդրադառնա, որովհետև խոսքը գնում է 6, այդ թվում 1 տարեկան երեխայի զոհվելու մասին, իսկ այս դեպքում ավելորդ մի նախադասություն կարող է խառնել նախաքննական մարմնի խաղաքարտերը ու ծանր ընդունվել մահացածների հարազատների կողմից։ Անկեղծ ասած, երբ հնչեցրին, թե վթարի հետևանքով 6 հոգի մահացել է, 5-ը վիրավորվել, հրաժարվում էի ականջներիս հավատալ։ Մտածում էի, թե լավ, այդ ինչ պետք է եղած լինի, որ նման հետևանք լինի։ Հասնելով դեպքի վայր հասկացա, որ ցավոք այլ բան հնարավոր էլ չէր ակնկալել։ Այսինքն դարձավ 6-ը զոհ։ Ինչպես արդեն ասացի, տեսնում եք, որ Opel-ի հետ բախվելուց հետո BMW-ն հայտնվել է ձորակում։ Հաշվի առնելով հանգամանքը, թե ինչ աշխատանք են տարել մարալիքի փրկարարները, մահացածների մարմիններն ու վիրավորներին մեքենաներից դուրս բերելու համար, որ այդ առնչությամբ կիրառվել է հատուկ տեխնիկա, կարելի է պատկերացնել, թե ինչ ուժգնությամբ բախման մասին է խոսքը։ Անկեղծ ասած, մի կերպ եմ ինձ զսպում, որպեսզի դիտարկումներս ներկայացնեմ, բայց ինչպես արդեն ասացի, չի կարելի։ Ուստի մեզ ոչինչ չի մնում, քան սգալ 6 հոգու, այդ թվում 1 տարեկան երեխայի անժամանակ մահն ու հարազատներին համբերություն մաղթել։ Այ մարդ, էս ինչ է կատարվում այս ազգի հետ։ Գագիկ Շամշան, Սուրանկյուն։ Այսքանը գնանք լույսի հետևից, դրանից պայծառը չկա։ Կհանդիպենք ապրիլի 19-ին։ Աստված պահապան, հայազգին։